Հրապարակը գրում է. Մայրաթոռի դեմ 10 տիրադավ եպիսկոպոսների թիկունքում թաքնված իշխանականների ձախողված գրոհից հետո Նիկոլ Փաշինյանն ասում են ուղակի դիվոտել է եւ շանլապ թափել մարզպետների, մասնավորապես Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի վրա, որի ուսերին է դրված եղել իր մարզում տեղի ունեցող միջոցառման մասսովկան ապահովելու գործը։ Սակայն մեծ խումբ մարզպետների ու համայնքապետների ջանքերի գնով կարողացել էին հազիվ մի քանի 100 մարդ բերել տարբեր մարզերից, որոնց գերակշիռ մասը տեսախցիկներից թաքնվում էր։ Ծածկում դեմքը հրաժարվում խոսել, քանի որ պարտադրված էին եկել Էջմիածին հիմնականում աշխատանքը չկորցնելու համար։ Թերթին պատմել են, որ չնայած ի սկզբանե ասվել է, որ իշխանական պաշտոնյաներ չպետք է մասնակցեն գրոհին, որ տպավորություն լինի, թե իշխանությունը կապ չունի այդ միջոցառման հետ, հոգևորականներն են ժողովրդի հետ կաթողիկոսի հարցերը փորձում լուծել, սակայն հասկանալով, որ բան դուրս չի գալիս, որոշ մարզպետներ, օրինակ Արմավիրի, Գեղարքունիքի, եկել են եկեղեցու բակ։ Իշխող թիմում վստահ են, որ Արմավիրի մարզպետի պաշտոնավարման օրերն են հաշված։ Եթե Փաշինյանը 7 վերքի խայտառակ պատարագի համար որոշել է հանել մարզպետ Դավիթ Արուշանյանին, ապա այս ճակատագրական մարտի համար Վահրամ Խաչատրյանին էլ չի խնայելու։ Հրապարակը գրում է. մեկ ամիս էլ չկա, որ քաղաքպայմանագիրն ընդունել է էթիկայի կանոնագիր եւ Նիկոլ Փաշինյանի մակարդակով վստահեցրել են, որ էլ հայհոյանքին հայհոյանքով չեն պատասխանելու, չեն վիրավորելու, մնալու են էթիկայի սահմաններում։ Անգամ Փաշինյանը զգուշացրեց, որ համարժեք պատասխան չտալու հանգամանքը թուլություն չգնահատեն, քանի որ ինչպես ասաց ՔՊ-ն որպես կառավարող ուժ պատասխանատվություն է զգում երկրում քաղաքական միջավայրի մթնոլորտի կուլտուրայի զարգացման գործում։ Սակայն Թալինի քաղաքապետ Տավրոս Սափեյանը 3 մայրաթոռի բակում մի քանի անգամ թքեց այդ կանոնագրքի վրա։ Նա աչ ու ձախ հայհոյում էր իրեն պահում շարքային խուլիգանի պես, վիրավորում զոհված զինվորի ծնողին, հոգևորականին, մագլցում մայր տաճարի պատերին։ Հիմա մենք կհամոզվենք, թե որքանով է ՔՊ կուսակցությունը հավատարիմ իր կանոնագրքին, իսկ Նիկոլ Փաշինյանն իր խոսքին։ Կստանա Սափեյանը խիստ պատիժ հանրային վայրում հայհոյելու անպարկեշտ պահվածք դրսևորելու համար, թե ոչ 3 կուսակցությունից թերթը այդպես էլ չի կարողացել ճշտել։ Ժողովրդի իշխանությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ իրավապահները օր ու գիշեր աշխատում են կաթողիկոսի եւ նրա հարազատների դեմ կոմպրոմատներ հավաքելու ուղղությամբ։ Թերթը տեղեկացել է, որ իշխանություններին ինֆորմացիա է փոխանցվել, որ Վեհափառի եղբայրը Եզրաս arczepiskopos-ը քայլեր է ձեռնարկում ՌԴ տեղափոխելու Մայրաթոռ Սուրբ Էջմիածնի աթոռանիստը, որպիսի այնտեղից կաթողիկոսը անվտանգ կառավարի հայ առաքելական Սուրբ եկեղեցին, ինչի համար իշխանությունները հակաքայլեր են իրականացնում նրա դեմ։ Դա էր նաեւ պատճառը, որ 3 իշխանական լրատվականը հրապարակեց ԱԱԾ-ի խայտառակ պաշտոնական գրագրությունը, ըստ որի Եզրաս arczepiskopos-ը KGB-ի գործակալ է եղել խորհրդային միության տարիներին։ Խոշորացույցի տակ են նաև կաթողիկոսի մյուս հարազատները, եղբորորդիները, բարեկամները։ Ստուգվում են նրանց բոլորի կապերը, ճնշումները կաթողիկոսի դեմ ավելի ուժեղացնելու համար։ Փաստը գրում է. դեկտեմբերի 18-ին Նիկոլ Փաշինյանի հրահանգով մի գազել հոգևորականների քաղաքական ակցիան Մայրաթոռ Սուրբ Էջմիածնում պարզապես ձախողված էր։ Ճիշտ է, ՔՊԱ-ականներն ու նրանց արևմտամետ սատելիտները գլուխ են գովում, թե 10 տիրադավներին, ինչպես հասարակությունը որակել է նրանց, հաջողվեց ընթերցել իրենց պահանջը, սակայն փաստն այն է, որ նրանք դա արեցին հարյուրավոր ուժայիններով ու ՔՊԱ-ականների շրջիկ խմբակով շրջապատված ու իսկույն ճողոպրեցին հայ ժողովրդից։ Մյուս կողմից Մայրաթոռ Սուրբ Էջմիածնում անցկացված ժամերգությանը եկած քաղաքացիների թիվը լրջորեն անհանգստացրել է Նիկոլ Փաշինյանին ու իր ՔՊ-ին։ Նույնիսկ իշխանական սատելիտների հրապարակած հաշվարկները, որոնք 3-4 անգամ ուռճացրել են շրջիկների քանակն ու առնվազն այդքան նվազեցրել ժամերգությանը մասնակցելու եւ հայ եկեղեցուն սատար կանգնելու եկած քաղաքացիների թիվը, իշխանություններին չեն հանգստացրել։ Նրանք էլ հիանալի տիրապետում են իրական թվերին։ Այն է, ի աջակցություն եկեղեցու եւ կաթողիկոսի հավաքված քաղաքացիների թիվը կազմել է շուրջ 10,000։ Միևնույն ժամանակ իշխանությունների կողմից բերված քաղաքացիների թիվը 250-ից 300 հոգի էր, որոնք մեծամասամբ ապահովել էին վարչական ռեսուրսի կիրառմամբ, մասնավորապես մի քանի հավատարիմ թիմ ղեկավարների միջամտությամբ։ Հրապարակը գրում է. երբ հայտարարվեց, որ ՔՊ-ի падգամավորության թեկնածուները պետք է 500,000 դրամ վճարեն, իսկ ՔՊ-ի անդամ չհանդիսացողները 1.5 միլիոն, անկուսակցական падգամավորները դիմեցին ՔՊ-ին անդամակցելու։ Չնայած մոտ մեկ ամիս է, որ Բաբկեն Թունյանն ու նախկին ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանը քաղաքպայմանագրին անդամակցելու դիմումներ են ներկայացրել, սակայն նրանց դիմումը դեռևս չեն քննել։ Թե ինչու են Փաշինյանն ու ՔՊ վարչությունը ձգում գործող падգամավորների կուսակցության շարքերն անցնելու դիմումի քննությունը, падգամավոր
ուղևորները տեղեկություն չունեն։ Նախորդին Թունյանին թերթը հարցրել է, որն էր դիմումը չքննելու պատճառը։ Ասել է, որ տեղեկություն չունի, ավելին չի մանրամասնել։ Սերգեյ Բագրատյանն էլ վստահեցրել է, որ որևէ խնդիր չկա։ Նոյեմբերի վերջերին Գագիկ Մելքոնյանի հետ իրեն ու Թունյանին էլ էին կանչել վարչություն իրենց դիմումները քննելու, սակայն իրենք երկուսով գործուղման էին։ Հայաստանից բացակայում էին, այդ պատճառով էլ հետաձգվել է քննությունը։ Ժողովրդին հասած տեղեկություններով 10-12-2025 թվականին ՊԵԿ պետական սահմանի Մեղրու անցման կետում ձևակերպում ստանալուց հետո 11,000 կիլոգրամ քաշով եւ շուրջ 335,000 եվրո արժողությամբ Մետեքսիմ տերմինալի ժամանակավոր պահման կետ է հասել 14 BA205, 62 AA194 իրանական պետհամարանիշներով ֆոտոն տեսակի տրանսպորտային միջոց։ Մեղրու անցման կետի պետ Հովհաննես Ամիրխանյանի եւ նրա տեղակալ Գևորգ Թևանյանի կազմակերպմամբ այդ բեռնատարը դատարկվել է եւ շուրջ 70 միլիոն ՀՀ դրամի ապրանքի կեսը, դայսոններ եւ պլանշետներ տեղավորել են Ֆորդ Մագնիշի տրանսպորտային միջոց։ Իրենց հետ նախապես վերցված գնիկներով կնքել այն եւ բեռնված մեքենան տեղափոխել Մետեքսիմ տերմինալ։ Տերմինալի տեսուչը հասկացել է, որ բեռնատարի բեռների եւ վարորդի մոտ արկա փաստաթղթերի միջև արկա է անհամապատասխանություն։ Ֆորդ Մագնիշի ավտոմեքենան բեռնված է քիչ կիլոգրամներով, քան պետք է լիներ ըստ փաստաթղթերի եւ հայտնել է այդ մասին։